Մինապ 168 հեշթեգն է կառավարական օդանավի վրա, որն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախ Իսլամաբադ, հետո Մասկատ, այսօր Սանկտ Պետերբուրգ է հասցրել։ Մերձավոր Արևելքում ճգնաժամի հանգուցալուծման փնտրտուքներով։ Իրանական տելեգրամ ալիքները գրում են, որ խորհրդանշական հեշթեգով Իրանն ուզում է աշխարհին ցույց տալ, որպես խաղաղարար դիրքավորված ԱՄՆ նախագահի իրական դեմքը։ Թեհրանը չի կարողանում հաշտվել Մինաբի դպրոցում 168 աղջնակների կորստի հետ, որոնք ամերիկյան հրթիռների զոհ են դարձել։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում Արաղչին նախագահ Պուտինի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում պատերազմի զարգացումը։ Ռուսաստանը կանի ամեն բան, որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավորինս շուտ հաստատվի, հայտարարել է Պուտինը։ Նա նաև շեշտել է, որ ուղերձ է ստացել Իրանի նորընտիր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիից։ Ռուսաստանը, ինչպես Իրանը, պատրաստ է շարունակել ռազմավարական համագործակցությունը։ Փոխանցեք հոգևոր առաջնորդին այդ ուղերձները, առողջություն եւ բարօրություն մաղթեք։ Մենք տեսնում ենք, որ հերոսաբար պայքարում է Իրանի ժողովուրդը։ Հույս ունենք, որ նոր առաջնորդի ղեկավարությամբ Իրանի ժողովուրդը կհաղթահարի փորձությունների այս շրջանը եւ խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն բան, ինչը բխում է Իրանի եւ տարածաշրջանի այլ երկրների շահերից, որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավորինս շուտ հաստատվի։ Աբբաս Արաղչին Պուտինի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի են, դրանք կամրապնդվեն։ Իրանն ունի Ռուսաստանի պես դաշնակից, որն ամենաբարդ իրավիճակներում մեր կողքին է։ Թեհրանը զգում է Մոսկվայի աջակցությունը։ Ամբողջ աշխարհին ապացուցել ենք, որ Իրանի ժողովուրդը իր քաջությամբ դիմադրել է ու պայքարել Միացյալ Նահանգների հարձակումների դեմ։ Աքսիոսը գրում է, որ նախքան Սանկտ Պետերբուրգ մեկնելը Իսլամաբադում Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու եւ փետրվարի 28-ին սկսած պատերազմ ավարտելու առաջարկ է փոխանցել։ Արդեն Սանկտ Պետերբուրգում Արաղչին լրագրողներին ասել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցը վերահսկելու հարցում տարաձայնություններ չունեն։ Օմանը մեր մտերիմ ընկերն է։ Կարևոր է, որ մեր հարաբերություններն ամրապնդվում են հատկապես Պարսից ծոցի հարավային մասի պետությունների հետ։ Դա մեզ թույլ է տալիս լուծել ծագող խնդիրները։ Իրանը եւ Օմանը Հորմուզի նեղուցի երկու ափամերձ պետություններն են։ Նրանց հետ անհրաժեշտ է խորհրդակցել որոշ հարցերի շուրջ։ Արաբական Ալ-Մայադիի տեղեկություններով եռափուլ է առաջարկը, որ Թեհրանն ուղարկել է Վաշինգտոն։ Նախ Իրանն առաջարկում է ամբողջությամբ ավարտել պատերազմը, նաև Լիբանանում։ Այս պահանջը կատարելուց հետո Իրանը երկրորդ փուլով ըստ պարբերականի նախատեսում է նահանգների հետ քննարկել Հորմուզի նեղուցի կառավարման մասին հարցեր։ Միայն երրորդ փուլում է Թեհրանը համաձայն բանակցել Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ։ Նրանք գիտեն, որ համաձայնագիրը անհրաժեշտ է, հայտարարել է Դոնալդ Թրամփը, պնդելով, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Հակառակ դեպքում իմաստ չկա 18 ժամ թռչել, եթե ոչինչի մասին են խոսելու։ CNN-ի տեղեկություններով այսօր Թրամփը խորհրդակցություն է հրավիրել իր կաբինետի հետ, Իրանի հետ հնարավոր բանակցությունների մասին խոսելու համար։ Գայանե Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։